Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի նոյեմբերի 28-ի կառավարության նիստում հրապարակավ նախատեց Շիրակի մարզպետին, նկատողություններ տվեց մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, որոնք համարձակվել էին Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի դպրոցում Զու բարձրաստիճան զինվորականի անունով դասարան անվանակոչել։ Բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի անունով։ Անկեղծ ասած, այդ վերնագիրը շատ տարօրինակ թվաց, ընդ որում Շիրակի մարզպետի մասնակցությամբ այդ արարողությունը տեղի ունենում եւ հետեւյալն է, տեղի ունեցել մի process բարձրաստիճան զինվորականի մասնակցությամբ, որից պաշտպանության նախարարը ընդհանրապես տեղյակ չի, գլխավոր շտաբի պետը ընդհանրապես տեղյակ չի։ Process տեղի ունեցել դպրոցում, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարը ընդհանրապես տեղյակ չի։ Տեղի ունենում մարզպետի մասնակցությամբ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը ընդհանրապես տեղյակ չի։ Եվ սա տեղի ունենում մի պայմաններում, երբ որ այս դահլիճում տասնյակ անգամներ ես խոսել եմ դրա մասին եւ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարն է խոսել են մասին, որ դպրոցում ամեն անկյուն պետքա ձևավորվի, պետքա բովանդակություն տրվի միայն կառավարության սահմանած ստանդարտների համապատասխան։ Այս ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ, բայց ելի եմ ասում, կա պետություն եւ կա ապապետություն։ Ես թույլ չեմ տա որևէ մեկը, առավել եւս պետական պաշտոնյա, ապապետության տրամաբանության որևէ գործողություն անի։ Եվ հետևանքները կլինեն համապատասխան։ Այս նույն Նիկոլ Փաշինյանը, որ անթույլատրելի է համարում որևէ դասարանի անվանակոչումը որևէ զինվորականի անունով, տեղի ունեցածը ապապետական համարելով նախօրեին գնացել էր հայրենի Իջևան եւ իր հոր 85-ամյակին նվիրված մրցաշարի էր մասնակցում։ Էլի գործ ունենք փաշինյանական երկակի չափանիշների հետ։ Եթե ուրիշի համար է անվանակոչություն արվում, անձի պաշտամունք եւ ապապետական է համարվում, ավելին նա չեղարկել է տալիս այդ որոշումը, իսկ երբ իրեն է կամ իր ընտանիքին է վերաբերվում, անձի պաշտամունքի կոնկրետ դրսևորումը նորմալ է։ Ոչինչ, որ Վովա Փաշինյանը երբեք ֆուտբոլի հետ կապ չի ունեցել, բայց որ Փաշինյանի հայրն է, մրցաշարը նվիրվում է նրան։ Հիշեցնենք, որ մրցաշարի հեղինակը Նիկարմ ֆուտբոլային ակումբի տնօրեն Արմեն Խաչատրյանն է, որը եղել է Իջևանի մարզադաշտի տնօրենը։ Նրան այդ հարցում աջակցել է մյուս իջևանցի Արմեն Մելիքբեկյանը, ով տապալել է ֆուտբոլային ոլորտը, բայց շարունակում է ղեկավարել ֆուտբոլի ֆեդերացիան։